Աստծո Սուրբ Խոսքից պիտի կարդամ միայն 3 համարներ, Սաղմոս 136, 1-ից մինչև 3. Psalm 136, 1 through 3. Գոհացեք Տերիցը, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք Աստվածների Աստծուցը, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք Տերերի Տերիցը, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Աղոթենք։ Ով Տեր, այսօր մի անգամ ևս կանգնում ենք քո պատվանդանիդ առաջին եւ գոհությամբ, շնորհակալության բոլոր զգացումներով եւ արտահայտություններով փորձում ենք, ով Տեր, ավելի մոտենալ քեզ, ավելի սերտել խոսքդ, հասկանալու թե ինչու պիտի քեզնից գոհանանք, ինչն է քո հունակության այդ բուն երանությունը եւ ինչպիսի հավատացյալներ լինելու ենք մենք, որպեսզի գոհության եւ շնորհակալության ձայնը, որ բարձրացնենք, քեզ ընդունելի դառնա։ Աղաչում ենք, Տեր, որ խոսքդ օրհնես եւ մեզ գոհության, շնորհակալության, երախտագիտության հոգիով պարուրես, որպեսզի մեր ամեն մի օրը դառնա գոհության եւ շնորհակալության օր։ Օրհնես խոսքդ, օրհնես ունկնդիրներիս եւ մեր կյանքի մեջ սրան կիրառման եւ գործածության հանելով քո անունդ փառավորվի ու քո եկեղեցիդ օրհնվի։ Իբարս քեզ։ Ամեն։ Շնորհակալ լինելը կամ Աստծո առաջին գոհունակությամբ ապրելը մեր ամենօրյա եւ շարունակական կյանքի արարքը եւ մտադրությունը լինելու է։ Ուստի այս ուղղությամբ այսօր մեր ուշադրությունը հավատացյալի եւ նրա շնորհակալություն հայտնելու վրա պիտի կենտրոնացնենք։ Պիտի խոսեմ, թե ինչ է նշանակում, երբ ասում ենք հավատացյալը շարունակաբար շնորհակալ կյանք ապրելու է։ Ուստի այսօր հենված Աստծո խոսքի ճշմարտության վրա հետևյալ 3 կետերի վրա շեշտելով իրական հավատացյալի շնորհակալությունը պիտի սերտենք։ Եվ պիտի տեսնենք, թե իրական հավատացյալը շնորհակալ մատուցող անձնավորություն է։ Առաջին կետում պիտի տեսնենք, թե շնորհակալություն հայտնելը սրբերին վայելող արարք է։ Երկրորդ պիտի անդրադառնանք, թե շնորհակալություն հայտնելը Աստծուն մեծարող արարք է։ Եվ երրորդ կետում պիտի տեսնենք, թե շնորհակալություն հայտնելը Աստծո հանդեպ մեր սերը փաստող եւ վավերացնող արարք է։ Այս պատգամի կմախքը եւ կազմը իմս չի, պարտիմ մեր եղբայրների սերտողության դասագրքի հեղինակին 1600-ական թվականներով ապրող սրբակյաց եղբորը։ Այդ գրքից եմ արել այս խորհրդածությունները եւ մտածեցի, որ շատ հարմար է միասնաբար այս խորհուրդների վրա մտածենք։ Ուրեմն այսօրվա պատգամը սրբակյացների հատուկ պատգամի ձևով է։ Առաջին կետ. շնորհակալություն հայտնելը եւ Աստծուն գոհություն տալը սրբերին վայելող արարք է։ Երկինք հասած բոլոր սրբերը, բոլոր հավատացյալները, որ հիմա երկնքում են, եւ նաեւ բոլոր սուրբ հրեշտակները, երկնային զորքը, զորակունդը, շարունակաբար Աստծուն շնորհակալություն են հայտնում։ Նրան շարունակաբար եւ անդադար պաշտում են, երկրպագում են, սրբաբանում են, գոհություն են մատուցում։ Հայտնություն գրքի 4-րդ գլխի 8-ից մինչև 11-րդ համարները, Revelation 4:8 through 11։
Աստծո խոսքը այս երկնային շնորհակալության եւ պաշտամունքի այս տեսարանը իրական գործադրությունը այսպես է նկարագրում։ Հրեշտակներին որպես կենդանի էակներ է ներկայացնում եւ ասում է. Եվ 4 կենդանիների յուրաքանչյուրը 6 թև ունեին իրենց 4 կողմովը եւ ներսևանց լիքն էին աչքերով եւ հանգստություն չունեին ցերեկ ու գիշեր ասելով Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր Աստված ամենակարող եւ որ եւ որ եւ որ գալու է եւ երբ որ այն կենդանիները փառք եւ պատիվ եւ գոհություն, այսինքն շնորհակալություն են տալիս աթոռի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, 24 երեցները ընկնում էին աթոռի վրա նստողի առաջին եւ երկրպագում էին նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտենից եւ իրենց պսակները գցում էին աթոռի առաջին եւ ասում էին. Արժանի ես Տեր, որ առնես փառքը եւ զորությունը, որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ ամեն բաները քո կամենալով ստեղծվեցին։ Սա երկնքի տեսարան։ Սա նշանակում է, թե շնորհակալություն հայտնելը երկնային արարք է։ Սրբերի, հրեշտակների եւ երկնքում բնակողների վայելող արարք է։ Նրանց գործն է, նրանց պարտականությունն է, նրանց արարքն է, սակայն սրանով հանդերձ։ Ու սրա հետ միատեղ քանի որ տակավին երկրի վրա ապրող իրական հավատացյալը իր դրքով սրբացած է եւ սրբերի կարգին է պատկանում, սակայն դեռ երկինք չհասած, տակավին երկրավոր իր կյանքի ընթացքում, իր բոլոր օրերում, բոլոր պարագաներից անցնելու ընթացքում, նա Աստծուն նաև գոհություն եւ շնորհակալություն մատուցելու է։ Այդպես է ապրում։ Քիչ առաջ երկեցինք։ Վշտերի ու ցավերի մեջ Աստծուն գովաբանել։ Դա մեր երկրավոր արարքն է, ամենօրյա։ Մինչև երբ հասնենք երկինք, որ այնտեղ այլևս չի լինել ցավ, վիշտ, ողբ, կոծանք, լաց, մահ, այնտեղ առանց լացի, ցավի, վշտի Տիրոջը պիտի փառաբանենք, առանց մեղքի ներկայության։ Դավիթը իր շնորհակալության շարունակական արտահայտությունը Աստծուն հայտնելու համար հարատև միշտ շարունակաբար իր քնարն էր նվագում եւ Աստծո փառքն ու գովությունն էր երգում։ Այնքան հավատարիմ էր Դավիթը այս շարունակական երկեցողության մեջ, որ երկրորդ թագավորաց 23:1-ի մեջ 2 Samuel 23:1 Աստծո խոսքը Դավիթին ներկայացնում է այս ածականով որպես Իսրայելի քաղցր կամ Իսրայելի վայելուչ երկեր շարադրողը, the sweet psalmist of the Israel։ Այստեղ Դավիթի համար վայելուչ ածականը բնագրի մեջ նշանակում է անուշ, քաղցրահունչ։ Դավիթը միշտ հանգիստ ու հեշտ վիճակների մեջ չէր ապրում։ Դավիթը միշտ առողջ եւ խաղաղ օր ու արև չէր տեսնում։ Այդպես չէր, որ Դավիթը քեֆ էր անում ամեն օր ու նվագում էր։ Ոչ։ Այլ ընդհակառակը նա իր երկրավոր կյանքում շատ տառապանք, շատ վտանգ, շատ վնաս, շատ ցավ, շատ նախատինք, շատ հակառակություն, շատ հիասթափություն, շատ դառն փորձառություններ ունեցավ, մինչև անգամ նրա կյանքը վտանգվեց, երբ նույնիսկ հենց քնար էր ածում, Սավուղը իր նիզակը խփեց եւ Դավիթին ուզում էր պատին մեխեր։ Իսկ նա խույս տալով ազատվեց։ Քնարը նվագած ժամանակ։
Հակառակ այդ բոլոր պարագաներին, հակառակ իր անախորժ վիճակներին, այդ կացություններին նույնիսկ նա Աստծուն գովաբանում էր, շնորհակալություն էր հայտնում, երգ էր երգում, իր քնարով Աստծուն երկրպագություն էր անում, երախտագիտություն էր հայցում, այնպես որ Աստծո խոսքը նրան ասում է Իսրայելի քաղցր Սաղմոս երգուն, նմանապես Հովնան, եւ Հովնանի մարգարեության երկրորդ գլխի մեջ առաջին համարից Հովնանի մասին ենք կարդում, որ նա այն կետ ցկան փորի մեջ գտնված ժամանակ, երբ կետը նրան կուլ տվեց, այն ցկան փորի մեջ, այդ ահավոր վիճակի մեջ Աստծուն աղոթք է բարձրացնում եւ այնտեղ գտնված պահին նույնիսկ Աստծուն պաշտում է, շնորհակալություն է հայտնում, ցկան փորի միջից։ Դարձեք Հովնանի մարգարեություն, երկրորդ գլուխ։ Տեսեք ինչ են կարդում։ Հիանալի է, դանդաղ պիտի կարդամ, որպեսզի մեր միտքը տպավորվի այս կետով։ Կարդում ենք առաջին համարից։ Հովնանը աղոթք արավ իր Տեր Աստծուն ցկան փորիցը եւ ասեց. Իմ նեղությունից կանչեցի դեպի Տերը եւ նա ինձ պատասխանեց. Անտունտի փորիցը աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը եւ դու ինձ գցեցիր անտունդը ծովերի մեջ։ Այսինքն մի հատ քարոզ է Աստծո նախախնամքի համար։ Ուրիշ դու ինձ գցեցիր ծովը։ Հեղեղները ինձ պաշարեցին, քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում իմ վրայով եւ ասեցի. վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դարձյալ պիտի նայեմ քո սուրբ տաճարին։ Ինձ շրջապատեցին ջրերը մինչև հոգիս, անտունդը ինձ պաշարել էր, կնիվն գլխիս փաթաթվեցավ, ես սարերի հիմքերի մոտը իջա, երկիրը իր նիգերով ետևիս էր հավիտյան, բայց դու իմ կյանքը կորստիցը հանեցիր, ով իմ Տեր Աստված, հոգիս ինձ վրա նվաղելիս հիշեցի Տիրոջը եւ իմ աղոթքը քեզ մոտ հասավ քո սուրբ տաճարը։ Փուչ ունայնությունների նայողները իրենց լինելու ողորմությունը թողնում են, բայց ես օրհներգության ձայնով զոհ պիտի մատուցեմ, արած խոստմունքս պիտի կատարեմ, փրկությունը Տիրոջն է։ Եվ այս ասելուց հետո տեսեք ինչ են կարդում։ Եվ Տերը հրամայեց ցկանը։ Եվ ցուկը Հովնանին ցամաքը պսխեց։ Փիլիպեցիս 4-րդ գլխի մեջ Պողոս առաքյալն էլ իր կյանքի վերջալույսին Հռոմի բանտի մեջ բանտարկված իր գլխատմանը սպասելով Փիլիպեի հավատացյալներին եւ նմանապես մեզ Աստծո ժողովրդին Աստծո խոսքն է գրի առնում եւ պատգամում մեզ այսպես, հորդորում է մեզ բանտի միջից մահապատժին սպասելու ժամանակ։ Ոչինչ հոգս մի արեք։ Այլ, այսինքն ուրիշ բան պետք է անենք։ Ամեն բանում, ամեն բանի մեջ բոլոր պարագաների միջովն անցկենալիս աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով, շնորհակալությամբ հայտնելով ձեր խնդրվածքը թող հայտնի լինի Աստծուն եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի, will guard ձեր սրտերը եւ մտքերը Քրիստոս Հիսուսում։ Ուրեմն տեսնում եք, գոհություն տալը, շնորհակալ լինելը անկախ մեր պարագաներից սրբերին վայելուչ արարք է։ Պատշաճ է
Սուրբերն հարմար է, հավատացյալին վայելող է, որովհետև սա է երկրի վրա երկնայինի պես կյանք ապրելու գաղտնիքը և բանալին։ Նկատի առնելու ենք Աստծո խոսքը մեզ չի հրամայում, որ մտահոգիչ պարագաների համար Աստծուն շնորհակալություն հայտնենք, այլ հրամայում է, որ այդպիսի բաների մեջ կամ ամեն բանի մեջ կամ ամեն պարագայի ընթացքում, որ միջովն անց ենք կենում, Աստծուն գոհություն մատուցելու ենք, շնորհակալություն հայտնելու ենք։ Նրանից շնորհակալություն հայտնելու ենք, որ նա մեզ հետ է ամեն ժամանակ։ Նրանից շնորհակալություն հայտնելու ենք, որ նրա ողորմությունները ըստ իր խոսքին ամեն առավոտ ինչ են, նորոգվում են, նոր են։ His mercies are renewed every morning. Ամեն առավոտ, որ աչքդ բացում ես, նոր ողորմություն ունի Աստված քեզ տալիք։ Նոր շնորհք, նոր խնամք։ Նրանից շնորհակալություն հայտնելու ենք, որ Աստված Սուրբ Հոգի ինքը հավիտենապես մեր մեջ ներբնակ է։ Նրանից շնորհակալություն հայտնելու ենք, որ Տերը մեր Աստված Հիսուս մեզ ասաց, որ ձեզ երբեք որբ եւ մենակ չեմ թողնել, այլ ձեզ հետ եմ մինչև ժամանակների կամ աշխարհի վերջը, քաջացեք եւ քաջասիրտ եղեք։ Նրանից շնորհակալություն հայտնելու ենք, որ իր պատվական ճշմարիտ խոսքը ամբողջությամբ մեր ձեռքերի մեջ ունենք, իր բացահայտ կամքը մեր կյանքի համար։ Շնորհակալություն հայտնելու ենք Աստծուց, որ բոլոր պարագաներում, նույնիսկ եթե Հովնանի պես ձկան փորի մեջ էլ որ գտնվենք, կարող ենք մեր աղոթքը եւ աղաչանքը բարձրացնել նրան եւ նա մեր աղոթքները լսում է եւ պատասխան է տալիս իր բարի, հաճելի եւ կատարյալ կամքի համաձայն։ Նա մեզ օգնում է։ Նա մեզ իր խաղաղությամբ պատասպարում եւ պահապան է կանգնում։ Վերջապես իր աստվածային ամենաիմաստուն, ամենաբարի կամքը մեր կյանքի մեջ հարաճադրում եւ գործադրում է։ Եվ դրանով շնորհակալություն հայտնելու ենք, որ այս պարագաների միջից անցկացնելով մեզ գնալով իր որդու պատկերին է նմանեցնում։ Իրական հավատացյալը շնորհակալ հավատացյալն է, որովհետև շնորհակալություն հայտնելը սրբերին վայելող արարք է։ Սրբերն են, ովքեր Աստծուն կարող են գոհություն մատուցել։ Սաղմոս 135:20-ի մեջ, 135:20 Psalm, Աստծո խոսքը հրահանգում է ասելով. ով Տերից վախեցողներ, խոսքը ուղղված է մեզ, հավատացյալներից, օրհնեցեք Տերը։ That's a direct command. Չի ասում օրհնեցեք Տերը, երբ հանգիստ ու հաջող եք։ Չի ասում օրհնեցեք Տերը, երբ որ սիրտդ քաշում է, երբ որ հիշում ես։ Պարզապես շատ կարճ, կտրուկ եւ շարունակական հրաման է, ով Տերից վախեցողներ, օրհնեցեք Տերը վերջակետ։ Վերջ։ Տարբերակ չունենք։ Նմանապես Սաղմոս 149:5-6 համարներում 149:5-6 համարներում Տիրոջ խոսքը պատվիրում է ասելով. թող ով սրբերը ուրախանան փառքով, ցնցան իրենց անկողնումը, Աստծո գովասանքը լինի նրանց բերանումը, նույնիսկ անկողնի մեջ, քնած ժամանակ, հիվանդ ժամանակ, անհանգիստ ժամանակ, հանգստանալու պահին,
Այն ժամանակ, որ դու կարծում ես, որ ամենաշատ հանգստի կարիք ունես, այդ ժամանակ ենք մտնում անկողին, հələ օրվա ընթացքին անկողին չեք մտնում։ Երբ ենք մտնում անկողին։ Երբ որ ամենատկարն ենք, ամենահոգնածն ենք, ամենադադրած, ամենավաստակած ժամանակն ենք, որ խավար է, ուրիշ բան չկա անելու, պետք է քնենք։ Աստծո խոսքն ասում է. թող սրբերը ուրախանան փառքով։ Երբ ցնցան իրենց անկրողնումը, ամենատկար զգացած վիճակում։ Աստծո գովասանքը լինի քո բերան։ Ամպարիշտները թեպետ պատվիրված են Աստծուց շնորհակալություն հայտնել, բայց նրանք այդ անելու հարմար մարդիկը չեն։ They're not fit. Նրանք տակավին իրենց մեղքերի մեջ մեռած եւ բարոյապես անկենտան վիճակում են եւ չեն կարող պատշաճ եւ ընդունելի պատարագ շնորհակալություն բարձրացնել Աստծուն։ Ընդունելի չի ամպարիշտի շնորհակալությունը։ Եսայի 38:18-ի մեջ Եսայի 38:18 Աստծո խոսքն ասում է. գերեզմանը քեզ չի գովել, մահը քեզ չի օրհնապանել, գուբը իշխնողները չեն հուսալ քո ճշմարտությանը, ապրողն է քեզ օրհնելու։ Սաղմոս 50 16-րդ համարի մեջ, Psalm 50:16 Աստված ամպարիշտին հանդիմանում է, ասում է քեզ ինչ, what's it to you, քեզ ինչ որ դու ուխտս քո բերանտ ես առնում, քեզ չի վայ։ Հռոմեացիս 1:21-ի մեջ, in Romans 1:21 Կարդում ենք, որ տակավին իրենց մեղքերի մեջ դատապարտված ամպարիշտ եւ տակավին անփրկյալ մարդը թեպետ Աստծուն ճանաչում է, Աստծո մասին տեղեկություն ունի, Աստծո օրենքը նրա խղճի վրա գրված է, բայց Աստծուն Աստծոպես չի փառավորում կամ նրանից Աստծոպես շնորհակալ չի լինում։ Որտեվ չի կարող լինել, չի ուզում լինել։ Ինչու, որտեղ Սաղմոս 33:1-ի մեջ Աստծո խոսքն ասում է, թե ցնծացեք Տերովը, ով ուղարարներ, ուղիղ անողներ, the righteous, որովհետև օրհնապանությունը ուղիղներին է վայելում։ Օրհնապանությունը ուղիղների գործն է, սիրելիներ, մեր գործն է։ Եսայի 61:3-ի մեջ Աստծո խոսքը օրհնաբանությունը, գոհություն տալը, շնորհակալություն հայտնելը մի նոր պատմուճանի է նմանեցնում, որ Աստված այսպես է ասում, նոր հագուստ է։ Ասում է Սիոնի սգավորներին մոխիրի տեղ փառք տվի, սգի տեղ ուրախության յուղ տվի եւ հանգված սրտի տեղ, այսինքն խամրած, տխուր սրտի տեղ, նրանց գովության պատմուճան տվի։ Ուրեմն մեր շնորհակալություն հայտնելը մեր խամրած սրտերը վերանորոգում է, վառում է, երկրակ է բարձրացնում Աստծուն փառավորելու։ Ուստի Աստծուն ընդունելի կերպով շնորհակալ լինելը մեզ Աստծուց տրված բեհեզանման գեղեցիկ պատմուճան է, որ դա էլ հենց Աստծուց ենք ստացել, որ կարողանում ենք եւ փափագում ենք Աստծուն շնորհակալություն հայտնել շարունակաբար։ Այս պատճառով Աստծուն շնորհակալ լինելը սրբերի գործն է, որովհետեւ դա Աստված էր, որ մեզ, երբ մենք տակավին մեր մեղքերի մեջ մեռած էինք, տակավին ամպարիշտ էինք, տակավին Աստծո թշնամիներն էինք, մեզ ողորմեց մեծ ողորմությամբ։ Հենց իր հիանալի շնորհքը ցույց տվավ։ Հենց Քրիստոսի հետ արտարացրեց, նրա հետ հաղորդակից արավ, մեզ իրեն որդեգրեց, Հիսուսի ուղարարությամբ մեզ ծածկեց, նրա զոհով մեր մեղքերը մեզ թողեց եւ նրա արժանիքով մեզ հավիտենական կյանք խոստացավ։
Ուստի Եսայի մարգարեն Եսայի 63:11-ի մեջ ասում է, Isaiah 63:11, Տեր Յահվեն է բուսցնելու ուղարարությունը եւ օրհնապանությունը բոլոր ազգերի առաջին։ Շնորհակալություն հայտնելու այս մեր փափակը, մարմաճը Տեր Աստվածն է մեր մեջ բուսցնում, աճեցնում, մեծացնում եւ սա միայն սրբերի մեջ է լինում, հավատացյալների մեջ է լինում, ամբարիշտի մեջ չկա, որովհետեւ շնորհակալություն հայտնելը իրական հավատացյալների գործն է։ Երկրորդ կետում պիտի անդրադառնանք, թե շնորհակալություն հայտնելը Աստծուն մեծարող արարք է։ Աստծուն մեծարող արարք է։ Սաղմոս 50:23-ի մեջ Աստված Ասափի բերանով այսպես է խոսում, Psalm 50:23. Գոհություն պատարակ մատուցանողը, այսինքն ինձ շնորհակալություն հայտնողը, ինձ փառավորում է, it exalts me, բարձրացնում է ինձ, մեծարում է ինձ։ Սա նշանակում է, թե նա ով Աստծուն շնորհակալություն հայտնելու համար զոհողություն է հանձնառնում, իր շնորհակալությունը որպես զոհ, որպես նվեր, որպես պատարագ, որպես պարգև բերում է Աստծո առջև եւ Աստծուն մատուցում է իր շրթների պատարագը եւ իր սրտի պատարագը եւ իր արարքային շնորհակալությունը նա Աստծուն է մեծարում։ Նա Տիրոջն է փառավորում, նրան է բարձրացնում, նրա գովքն է բացահայտում եւ այս իր արարքով Աստծո գովասանքն է արտացոլացնում, reflects God's glory։ Այս հիման վրա ու այս իմաստով է, որ հայերեն լեզվով շնորհակալություն հայտնելուն նաև ասում ենք գովաբանություն։ Այսինքն գովքը, բարձրորակ արժանիքը բանականությամբ արտահայտել, գովաբանություն։ Մեր շնորհակալություն հայտնելով Աստծո փառավորության վրա ոչ մի բան չենք ավելացնում, որտեղ Աստված կատարելապես փառավոր է արդեն։ Սակայն մենք Աստծուց շնորհակալ լինելով նրան, թե մեր աչքի առաջին եւ թե նամանավանդ ուրիշների աչքի առաջին մեծարում ենք, բարձրացնում ենք, պատիվ ենք տալիս, հարգարժան ենք դարձնում։ Խիստ հարգելի ենք հայտարարում Աստծուն, երբ Տիրոջ շնորհակալություն ենք հայտնում։ Այս անելով մենք Աստծո կատարելություններն ենք բացահայտում, նրա ստորոգելիներն ենք արտացոլացնում, նրա բարությունը, ողորմությունը, շնորհալիությունը, արդարությունը, ուղղարարությունը, գեղեցկությունը, սրբությունը, հավատարմությունը, ճշմարտությունը, աննմանությունը եւ բոլոր Աստծո կատարելությունները, եւ շնորհակալ ենք լինում, դրանց ենք բաժնեկցում մեր չորս կողմը։ Եվ այդպիսով Աստված բացահայտվում է որպես կատարյալը, որպես ամենաբարձրը, որպես ամենաբարին։ Այդ արարքով մենք արձագանքում եւ արտացոլացնում ենք նրա հիանալի էությունը։ Ճիշտ ինչպես հայելին, որ լույսը երբ կպնում է հայելուն, հայելին վերարտացոլացնում է այն լույսը, եւ դուք կարող եք հայելի միջոցով խավար անկյունները լուսավորել։ Լույսը հայելից չի գալիս։ Լույսը գալիս է լույսի ակից, արևից։ Բայց հայելին գործիք է, որ այդ լույսը արտացոլացնելով իր շուրջը եղող խավար տեղերը լուսավորում է եւ արևի ճառագայթը այդտեղ Երևան է գալիս։ Հայելին չի փառավորվում։ Լույսն է փառավորվում, ակն է փառավորվում։ Մենք այդպես ենք աշխատում, երբ շնորհակալություն ենք հայտնում Տիրոջ, աշխատում ենք որպես հայելի, Աստծո փառավորությունը արտացոլացնելով մեծարում ենք Աստծուն։ Աստծուն շնորհակալություն հայտնող հավատացյալը
իր ամենօրյա եւ բոլոր բաների մեջ Աստծուն գոհություն տալով այն անուշաբույր յուղի շիշի նման է, որ երբ որ նա բոլորի առաջին այն շիշը բանա կամ միգուցե նույնիսկ կոտրվի, երբ այն յուղը նրա միջից հոսում է, այն յուղի աստվածաբույր, քրիստոսաբույր, շնորհակալության, գովաբանության, մեծարանքի բուրմունքը ամեն մարդու քիմքին հասանելի է դառնում։ Այս պատճառով է, որ հավատացյալներս մեր կյանքի բոլոր պարագաներում երբևիցե Աստծուն որևէ չարիքի, որևէ ցավի, որևէ նեղության, որևէ դժվարության, որևէ կորստի կամ վշտի համար մեղադրելու չենք։ Միայն նրա բարությանը եւ բարեգործությանը, նրա աստվածային բոլոր ըստորոգելիներին հենված կարճած նրա էությանը, նրա ամենաիմաստությանը, նրա ամենասրբությանը հենված մեծարելու ենք նրան, փառավորելու, հարգելու, պատվելու ենք նրան։ Եվ այս կարող ենք անել, երբ մեր աղոթքները եւ խնդրվածքները նրան հայտնելու ժամանակ դրանք հայտնենք, ինչպես առաքյալը մեզ հորդորում է, մեր աղոթքները, այսինքն փառաբանությունը, աղաչանքները, այսինքն խնդրանքները, գոհությունով մեկտեղ Աստծուն հայտնի անենք։ Ոչ թե նրան հրամայելով, կամ պահանջելով, կամ նրան մեղադրելով, կամ նրա արարքները հարցաքննելով, կամ նրան իր արարքների համար մեզ պատասխանատու կանգնեցնելով։ Սաղմոս 69:30-ի մեջ Psalm 69:30 Դավիթը Աստծուն շնորհակալություն մատուցելու համար ասում է. Ես կգովեմ Աստծո անունը երգով եւ կփառաբանեմ նրան գովաբանությամբ։ Քանի սաղմոսների մեջ եք, դարձրեք 95:2 Աստծո խոսքը մեզ հավատացյալներիս ուղղակի պատվեր է տալիս, որ մենք Աստծուն նրա մեծության եւ բարձրանստության համար շնորհակալություն հայտնենք։ Այսպես են կարդում Սաղմոս 95:2 Եկեք, ցնծանք Տերովը, աղաղակենք դեպի մեր փրկության վեմը, թող գոհություն տալով գանք նրա երեսի առաջին։ Ինչպես ես գալիս Տեր ոչ առաջին, անձնապես, ընտանիքով, եկեղեցի մեջ, հավաքապես, տրտնջալով, ախուղ քաշելով, վայ ու չփ ասելով, թե ոչ շնորհակալությամբ։ Եկեք, ցնծանք Տերովը, թող գոհություն տալով գանք նրա երեսի առաջին, սաղմոսներով աղաղակենք դեպի նա, որովհետև Տերը ինչ է, մեծ Աստված է, մեծ թագավոր է, ամեն աստվածների վրա է, 6-րդ համար, եկեք երկրպագություն անենք և երեսի վրա ընկնենք, ծունր տնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին, որովհետև նա է մեր Աստվածը և մենք նրա արոտի ժողովուրդը և նրա ձեռքի ոչխարներն ենք։ Դավիթը ոչ թե միայն եկեղեցում կամ տաճարում էր, որ Աստծուց շնորհակալություն էր հայտնում ու նրան մեծարում էր, ոչ թե միայն ցերեկը ու օրվա ընթացքին էր, որ նա երգ էր գովում Աստծուն, երգ էր նվագում, դրա հետ միատեղ տեսեք ինչ ենք կարդում Դավիթի մասին, Սաղմոս 119, 62-րդ համարի մեջ, 119:62, նա ասում է, կես գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ։ Really. Դուք այս արել եք ձեր կյանքում։ Փորձեք։ Կես գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ։ Դուք կես գիշերին վեր եք կենում, որ ինչ անեք։ Ջուր խմեք։ Կամ մտահոգում եք։
Բա ինչ պետք է անենք, բա։ Կես գիշերին վեր եմ կենում։ Գիտեք սա մեզ ինչ անում։ Չեմ անում ձեզ ինչ անում, ինձ քրքրում է։ Կես գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ, քո ուղիղ իրավունքների կամ ուղիղ օրենքների համար։ Դավիթը մտածում է Աստծո օրենքների մասին, կես գիշերին վեր է կենում, ասում է փառք քեզ Տեր Աստված։ Ես քո խոսքիդ համար, ես քո օրենքներիդ համար քեզ շնորհակալ եմ, որ ինձ տվել ես քո ուղիղ օրենքը, որ ես կարողանամ այդ ուղիղ օրենքով քայլեմ։ Շնորհակալ եմ քեզ արից ժամը 12-ն նորից քնենք։ Կես գիշերին։ Երբ վերջի անգամ, երբ կես գիշերին արթնացանք, որ Աստծուն շնորհակալություն հայտնենք իր խոսքի համար, իր օրենքի համար, իր սկզբունքների համար, իր էության համար։ Տարին մի անգամ շնորհակալության օրվա առիթով քրիստոնյա կոչված ժողովուրդը օրը ցերեկով առավոտվա կեսօրվա ժամը 11-ին նախաճաշը կերած, սուրճը խմած, ամեն ձևով հանգստացած, աշխատանքից արձակուրդ ստացած, մի ժամվա համար Տիրոջ տունը չի գալիս Աստծուն փառք տա։ Կես գիշերին վեր կեն Աստծուն փառք տա։ You see how far we are? Իսկ հիմա ակնկալում ենք, որ կես գիշերին վեր կենանք Աստծուն շնորհակալություն հայտնենք։ Այո։ Տեսեք։ Տարբերությունը այս է։ Երբ որ Աստված լինի մեր Աստվածը, եւ մենք իրապես հասկանանք, թե ինչ է նշանակում նրան Աստծո պես շնորհակալություն հայտնել, կես գիշերին էլ վեր կկենաս շնորհակալություն հայտնես, որտեղ հասկացել ես, թե Աստվածով է, դու ես։ Կես գիշերին եւ այս Աստծուդ հիշես, քնիցդ կցածկես, կարևոր չի ինչքան պաղ է տունը, տաք է տունը, ինչ վիճակում ես, կցածկես անկողնիցդ։ Շնորհակալություն հայտնելը, նրան մեծարելը, բարձրացնելը քեզ համար մեծ առանձնաշնորհում կդառնա, նույնիսկ եթե կես գիշերին էլ միտքդ կա, որ պետք է շնորհակալություն հայտնես։ Կանես։ Այն ժամանակ մենք էլ Դավիթի պես կարող ենք վկայել, թե կես գիշերին վեր եմ կենում, որ քեզանից շնորհակալություն հայտնեմ։ Որովհետև դու ով Աստված մեծ ես։ Ամեն աստվածների, ամեն թագավորներից ավելի մեծ ես։ Ճշմարիտ միակ թագավորացն ես։ Դանիելի մասին ենք կարդում այս նույն ձևը, նույն օրինակը։ Դարձրեք Դանիելի մարգարեության 6-րդ գլխին։ Դանիելի 6-րդ գլխի մեջ կարդում ենք, որ երբ որ նա գերության մեջ էր, Դանիելը Պարսկաստանում գերի էր տարված։ Հիշում եք Դանիելի։ Պարսից թագավորի պալատի մեջ արքունական խորհրդատու էր ծառայում։ Պաշտոնյա էր, գործում էր, խելացի մարդ էր, աստվածավախ մարդ էր։ Թագավորի քանսելորներից մեկն էր։ Բայց թագավորից հրաման դուրս եկավ, որ իր բոլոր կայսրության մեջ ամենամեծ պալատականից մինչև ամենացածր ժողովուրդը բոլորը պիտի թագավորի կառուցած մի կուրքի պիտի ընկնեին եւ երկրպագություն պիտի անեին։ Այս դժվար եւ վտանգավոր օրերում Դանիել 6:10-ի մեջ տեսեք ինչ են կարդում։ Կարդում ենք։ Երբ Դանիել իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը, լավ նայեք, եւ իր պատուհանները բաց էին, ոչ թե պատուհանները բացավ, իր պատուհանները բաց էին, վերնատանը դեպի Երուսաղեմ։ Եվ օրը 3 անգամ նա ոչ թե ծնկի եկավ, ոչ, օրը 3 անգամ նա ծնկի էր գալիս, ըստ սովորության, ըստ վարժողության,
Նա արդեն անում էր դա։ Եվ աղոթք էր անում եւ գովաբանում իր Աստծուն։ Այս է բանալին։ Ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում, այսինքն նա վարժողություն ուներ։ He was մարզված էր, trained էր, որ օրը 3 անգամ գնում էր Երուսաղեմին, երեսը դարձնում էր, իբրև թե Աստծուն էր նայում այդ Պարսկաստանի օտար ափերից։ Որտեղ հրյաների համար Աստծու ներկայությունը Երուսաղեմի տաճարը։ Տեսակ, օրը 3 անգամ աղոթք էր անում, ոչ որովհետև դժվարության էր հանդիպել, ոչ այլ նա վերնատան պատուհանները միշտ բաց էին, օրը 3 անգամ ըստ սովորության էր աղոթք անում, միշտ էր Աստծուն գոհություն մատուցում, ամեն օր էր Աստծո առջև 3 անգամ ծնկի գալիս, շնորհակալություն հայտնում։ Եվ հիմա նեղության օրումն էլ հենց նույնը կանենք։ Շատ տարբեր բան չունենք անել։ Ըստ սովորության համաձայն ոչ մի բան կարող էր Դանիելին իր այդ աղոթքից ետ պահել, Աստծուն շնորհակալություն հայտնելուց ետ պահել, նույնիսկ եթե մարած ու պարսից թագավորի հրովարտակը լիներ։ Nothing was going to put him away from praying. Կարդում ենք, որ այդ իր արարքի համար Դանիելին գծեցին առյուծների գուբը։ Բայց Աստված իր հրեշտակը ուղարկեց եւ առյուծների բերանը փակեց։ Եվ հրաշքով նրան այդ գբից ազատեց։ Այս հրաշքի որպես արդյունք Աստված Դարեհ թագավորի հրամանով բոլոր պարսից կայսրության մեջ փառավորվեց, մեծարվեց։ Այնպես որ այդ հեթանոս Դարեհ թագավորը, Դարիուշն, Դարեհ թագավորը իր բոլոր կայսրության մեջ եղող բոլոր ժողովուրդներին հրաման տվավ։ Եվ նա հրամայեց, որ բոլոր ժողովուրդները Դանիելի Աստծո երեսիցը դողան եւ վախենան, այդպես ասում Աստծո խոսքը։ Որովհետեւ նա ասեց, նա, այսինքն այդ Աստվածը կենդանի է, ողջ է։ Եվ հավիտյան կա, նրա թագավորությունը չի քանդվել։ Նրա իշխանությունը մինչև վերջն է։ Նա է ազատում եւ փրկում եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքում եւ երկրի վրա, որ Դանիելին ազատեց առյուծների բերանից։ Տեսնում եք, նույնիսկ հեթանոսները Աստծուն փառավորեցին, որովհետեւ Դանիելը Աստծուն շնորհակալություն էր հայտնում։ No matter what. Եվ կարդում ենք Դանիելը, այս Դանիելը, գիտեք ինչ ասում այս Դանիելը, չի ասում Դանիելը, այս Դանիելը, որ մեր ուշադրությունը ետ գնա այն աղոթող Դանիելին, այն շնորհակալություն հայտնող Դանիելին, որ երբեք չկասկածենք, թե այս որ Դանիելի մասին է խոսքը։ Այս Դանիելը, Աստծո խոսքն ասում է, հաջողություն գտավ Դարեհի թագավորությունը եւ Պարսիկ Կիրոսի թագավորությունը։ Դրանից առաջ եւ հետո։ Սիրելիներ, մենք Աստծուն գոհություն մատուցելով նրան շնորհակալություն հայտնելու համար, երբ բոլոր զոհողություն հանձն ենք առնում, ներկայանում ենք պաշտելու նրան մեր երկրպագությունը պաշտամունքը մատուցելու, մեր թե բարոյական, թե նյութական, թե հոգևոր բոլոր նախընտրությունները զոհում ենք, որ ներկա գտնվենք Աստծո առաջին, լինի թե անհատապես, ընտանիոք, եկեղեցիով, այդ անելով Աստված մեծարվում է, Աստված փառավորվում է, Աստված հարգվում, բարձրանում է։ Ուստի որպես հավատացյալներ մենք մեզ այդ մեծարանք մատուցելուց ետ պահելու չենք։ Դրան ականջի ետև գծելու չենք։ Դրան աննկատ եւ անկարևոր համարելու չենք։ Այլ ընդհակառակը Աստծուն շնորհակալություն հայտնելով պաշտելը, նրան գոհություն մատուցելը, մեր ամենօրյա միատեղ, թե անհատական, թե ընտանեկան եւ թե եկեղեցական օրվա արարքի մի մասը պիտի լինի։ Մենք դրան նախապատիվ վարժողություն դարձնելու ենք։
Մենք մեր Աստծուն Դավիթի նման, Դանիելի նման, նամանավանդ մեր Տեր Հիսուսի նման շարունակաբար, վարժողաբար, նախապատվաբար շնորհակալություն եւ գոհություն մատուցելու ենք։ Պիտի վարժեցնենք մենք մեր անձը այս շնորհակալություն եւ պաշտամունք մատուցելու շարունակականությանը։ Մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ, մեր կիրակի օրվա համար։ Մեր նախապատվությունը պիտի սեպենք Աստված, նրա գործը, նրա եկեղեցին, նրա ժողովուրդը, նրա խոսքը, նրա ավետիսը։ Բոլոր մարդկային արարքները, նախասիրությունները այս շնորհակալություն հայտնելուն ենթակա պիտի դառնան։ Երկրորդ նախապատվի պիտի անցնեն։ Մեկն ասել է. Աստծուն աղաչանքներ եւ խնդրվածքներ ներկայացնելով մենք մարդկանց ենք նմանվում, բայց Աստծուն շնորհակալություն եւ գովասանք, փառաբանություն տալով մենք հրեշտակներին ենք նմանվում։ Հարց տալու ենք մեզ, թե երբ Աստծուն ենք մոտենում, նախ եւ առաջ մեր աղոթքները ինչպես ենք սկսում։ Արդյոք մեր շնորհակալությամբ մեծարում ենք Աստծուն։ Արդյոք մեր գոհունակությամբ փառավորում ենք Աստծուն։ Որքան նախապատիվ է Աստված մեր ամենօրյա կյանքի մեջ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, մանավանդ կիրակի։ Արդյոք որքանով ենք վարժված Աստծուն շնորհակալ լինել նույնիսկ ամենափոքր բաներում կամ ամենամեծ բաներում։ Մի բնակ կերակուր են դնում առաջ։ Շնորհակալ լինում վարժեցնում ես քո մանուկներիդ մի րոպե բալես։ Մենք ուտելուց առաջ Աստծուն փառք ենք տալիս։ Աչքդ փակիր, Աստծուն շնորհակալություն։ Մենք մեր 4 տարեկան թոռնիկին ուսուցանել են իր ծնողքը, որ պետք է շնորհակալություն հայտնի իր կերած կերակուրի համար։ Երբեմն չի համբերում, որտեղ մեծ մամայի կերակուրները շատ համով են։ Հիշեցնում ենք իրան տղաս, արագ, thank you Lord Jesus։ Խնդրում եմ պահես պապին, մամին, մեծ մամային, մեսոպային, պապային, մամային, եղ աղբարիկից եւ այլն։ Ամեն։ Okay։ Քանի փոքրիկ ենք, դա ընդունել է։ Բայց երբ մեծանում ենք, մեր շնորհակալություն, վարժողությունն էլ պիտի մեծանա, պիտի աճի։ Բայց կարևոր է, որ մեր անձը Աստված պաշտության վարժեցնենք։ Սա վարժողություն է պահանջում սիրելիներ։ Իրեն չի լինի։ Առաջին Տիմոթեոս 4:7-ի մեջ Աստծո խոսքը հրաման է տալիս մեզ։ Քո անձդ Աստված պաշտության վարժեցրու, train yourself in godliness։ Որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի համար օգտակար է, բայց Աստված պաշտությունը ամեն բանի համար օգտակար է, որովհետև ունի հիմիկվա եւ եկող կյանքի խոստմունքը։ Վարժեցնում ես անձդ Աստծուն մեծարելու ամեն բանի մեջ։ Երրորդ եւ վերջին կետում պիտի տեսնենք Աստծուն շնորհակալություն հայտնելը նրա հանդեպ մեր սերն է փաստում եւ վավերացնում։ Մեր սերն է փաստում եւ վավերացնում, երբ որ շնորհակալություն ենք հայտնում։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ մենք սիրում ենք Աստծուն, որովհետեւ նա առաջ մեզ սիրեց։ Կարդում ենք Հովաննու 3:16-ի մեջ, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուստի մենք Աստծո մեծ ողորմությամբ, հիանալի շնորհքով, անպատմելի սիրով փրկվածներս հիմա Աստծուց ողորմված, շնորհված, սիրված լինելով կարողանում ենք, փափագում ենք Աստծուն սիրել։ Նրա հանդեպ մեր ունեցած սերը վայելել, նրա ուղղած ողորմությունները, շնորհքները մեր կյանքի ամեն օրվա մեջ տեսնել, որպեսզի հասկանանք կամ ոչ, անդրադառնանք կամ ոչ, Աստված նրանց մեր վրա առատապես տեղացնում է։ Ուստի երբ մենք անդրադառնում ենք, որ դա Աստծո շնորհքն է, որ այսպես կամ այնպես, Աստծո ողորմությունն է, որ մինչև հիմա կանք առողջ ենք եւ կարողացանք այսօր ներկա լինել այս պաշտամունքին, ունեցանք ամեն հնարավորություն, առողջություն, հաջողություն, կորով, զորություն, ուստի նրան շնորհակալություն հայտնելու ենք, որովհետև դա մեր սիրո պարտականությունն է։ Բայց միայն բարերով Աստծուն
ասել քեզ սիրում եմ, շատ բան չի փաստում սիրել։ Շատ մարդ կա բարերով ասում ես քեզ սիրում եմ։ Ճիշտ ինչպես մի ամուսնացած զույգ, որ եթե միայն բարերով իրարու սեր արտահայտեն իրենց բոլոր կյանքի ընթացքում, որքան էլ որ այդ բարերով սեր արտահայտելը անհրաժեշտ է, կարևոր է, գեղեցիկ է, բայց շատ երկար ժամանակ դա իմաստալի չի կարող լինել։ Իրական սիրելը միայն բարերով չի։ Բարերի կողքին իրավացի սերը արարքներ ունի, փաստող արարք ունի, նվիրական արարք ունի, զոհաբեր արարք ունի։ Ճիշտ ինչպես Աստված սիրեց մեզ։ Եթե միայն Աստված մեզ սիրեր բարերով, իմ ու քո վիճակը շատ վատ պիտի լիներ, դժոխքի մեջ կվերջանայինք։ Կարդացինք Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ինչ ասած քեզ շատ եմ սիրում, գնա ինչ ուզում ես արա։ Չէ, այդպես չասեց։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ։ Action։ Էնել իր միածին որդին։ What a sacrifice։ Մենք մեր միածին $1 չենք տանում տալ։ Ուր մնաց որդին։ Ուրեմն, եթե Աստված մեզ իր հանդեպ ունեցած սերը այս արարքով փաստեց, որքան ավելի մենք մեր սերը վերադարձնելու համար զոհաբեր շնորհակալության արարքներ կարիք ունենք անել։ Գործնականապես բարերով արտահայտության կողքին այն արարքներն են, որ փաստում են մեզ, որ մենք Աստծուն սիրում ենք։ Տերն ասեց. նա որ ինձ է սիրում, ինչ անում, իմ պատվիրաններս պահում է, այսինքն անում է, ապրում է իմ պատվիրաններից համաձայն։ Նմանապես, երբ մենք դավանում ենք, թե Տիրոջը սիրում ենք, մեր դավանությունը փաստվում է այն պահին, երբ մենք զոհողություն հանձն առնելով մեր շնորհակալությունը, մեր պաշտամունքը, մեր գոհությունը Տիրոջ ենք մատուցում, թե բառով, թե արարքով, զոհողությամբ, ծառայությամբ, առանց ակնկալության։ Առանց ակնկալության, որ մեկը գա ինձ ասի, շնորհակալ ենք եղբայր, ինչ լավ, բայց է քաջալերանքը լավ բան է, բայց մենք քաջալերանքի համար չենք անում։ Մենք Աստծու սիրուն ենք անում ինչ որ։ Մենք տալիս ենք, անում ենք, վազում ենք, զոհում ենք, ծառայում ենք եւ բոլորս միասնաբար, որովհետեւ Աստծուն սիրում ենք, որովհետեւ նախքան որ մենք սիրեինք, ինքը մեզ սիրեց։ Հիշում եք այն պահը, երբ Տեր Հիսուսը մտավ Փարիսեցի Սիմոնի տունը։ Հիշում եք։ Ղուկասու 7-րդ գլխի մեջ է գրված։ Այս Փարիսեցի Սիմոնը շատ էր ուզում, որ Հիսուսը գար իր տունը եւ միասին ընթրիք ուտեին։ Տերն էլ դրա համար էր եկել, որ մեղավորներին փրկի, right? Գնաց Սիմոնի տունը։ Երբ նստած էին, որ հաց ուտեին, Ղուկաս 7:37 դարձեք Ղուկասի ավետարանը։ Տեսեք ինչ հիանալի զգսմունք ուսուցանեց մեր հիանալի Տերը։ 37-րդ համարից կարդում ենք. Այն քաղաքումը մի կին կար, որ մեղավոր էր, այսինքն փողոցային կին էր, անպարո կին էր։ Երբ որ իմացավ, թե Փարիսեցու տանը սեղան է նստած, այսինքն Հիսուսը այնտեղ նստել է, մի շիշ անուշահոտ յուղ բերավ եւ Հիսուսի ոտների մոտ նրա ետևիցը կանգնած լաց էր լինում։ Եվ սկսեց արտասուքով նրա ոտները թրջել եւ իր գլխի մազերով սրբում էր նրա ոտները, համբուրում էր եւ յուղով օծում էր։ Այս տեսարանի առջև Սիմոն Փարիսեցին նայում է այս կնգան, իմանում է այս կնիկն ով է, սկսում է մտածել։ Փարիսեցին էլ որ Հիսուսին կանչել էր, երբ որ տեսավ, տեսեք, իր մտքումը, բարձրացան չասեց, իր մտքումն ասում էր Հիսուսի մասին։ Եթե սա մի մարգարե էր, ուրեմն կասկածեց Հիսուսի մարգարեությունը, ապա պիտի իմանար, թե ինչպիսի կին է կամ ով է նա, որ իրեն մոտենում է, որովհետև մեղավոր է։
Եվ Հիսուսը պատասխանեց։ Սիմոնի միտքը կարդաց։ Իմանում էր Սիմոնը ինչ էր մտածում։ Եվ ասեց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ հարցնել, ասելու։ Նա էլ ասեց. ասիր վարտապետ, ասեց. մի փող տվող, այսինքն փող լոն տվող, պարտք տվող։ Մի փող տվող երկու պարտական ուներ, երկու հոգու պարտք էր տվել։ Մեկը 500 տահեկան էր ու մյուսը 50 տահեկան։ Երբ որ նրանք բան չունեին, որ պարտք կվերադարձնեին, երկուսին էլ շնորհեց, երկուսին էլ ներեց։ Հիմա նրանցից որը ավելի կսիրե նրան, ասա։ Դու փարիսեցի չես։ Դու օրենք իմացող չես։ Դու Աստծո օրենքի ուսուցիչը չես։ Դե ասա տեսնեմ։ Ով այդ պարտատիրոջը ավելի պիտի սիրի, 500 պարտք ունեցող շնորհվածը, թե 50 պարտք ունեցող շնորհվածը։ Սիմոնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպես է երևում, թե նա որ նրան շատ շնորհեց, նա ավելի սիրեց։ Նա էլ նրան ասեց. ուղիղ դատեցիր։ Եվ դառնալով դեպի կինը, Սիմոնին ասեց. տեսնում ես այս կինը։ Ես քո տունը մտա, իմ ոտներին դու ջուր չես տվել, բայց սա իր արտասուքներով թրջեց ոտներս, իր գլխի մազերով սրբեց, դու ինձ համբույր չես տվել, այս քանի որ այստեղ եմ մտել, ոտներս համբուրելուց չդադարեց, դու յուղով չոցեցիր իմ գլուխը, սա անուշահոտ յուղով օծեց իմ ոտները, Chanel number 5-ը ոտերի վրա թափեց։ Մարդիկ անուշահոտ յուղը ոտի վրա չեն թափում։ Մազերն են յուղում, որտեղ պիտի քթին կա ոտը։ Ասում եմ ոտերից թափեց։ Վասն որո ասում եմ քեզ։ Սրա շատ մեղքերը իրեն թողված կլինեն, որովհետև շատ սիրեց։ Բայց որին քիչ կթողվի, քիչ կսիրի։ Եվ նրան ասեց, քո մեղքերը թողված լինեն քեզ։ Եվ նրա հետ սեղան նստողները ըսկրեցին ես մտքում ասել, սա ով է որ մեղքել է թողում։ Եվ նա ասեց այն կնկանը, քո հավատքը քեզ ապրեցրեց, գնա խաղաղությամբ։ Տերը այս արարքը անելով շատ դասեր սովորեցրեց, որ ժամանակս չի ներում բոլորի մասին խոսել, բայց դասերից մեկը այս է, թե Աստծո հանդեպ մեր ունեցած սերը միայն բառերով արտահայտված սեր չի կարող լինել, այլ բառերի հետ միատեղ այս մեղավոր կնգապես մեր սերը մեզանից բխած, մեր հնարավորություններով, մեր լավագույն, մեր ամենասուղ, մեր ամենաթանկագին, մեր ամենանվիրական, ամենախոնար ծառայությունն է, նվիրաբերությունն է, զոհողությունն է, որովհետև որքան շատ ենք անդրադառնում, որքան խոր ենք անդրադառնում, թե ինչպիսի մեղքից Աստված ինձ փրկեց, այդքան շատ ենք ծառայում։ Այդ համեմատությամբ ենք ծառայում։ Այդ համեմատությամբ ենք շնորհակալություն տալիս Աստծուն։ Որքան շատ Աստծո ողորմությանն ենք անդրադառնում, թե ինչ ահավոր բանից ազատեց մեզ, այդ համեմատությամբ էլ նրան մեր շնորհակալության եւ զոհողության ծառայություններն ենք մատուցում։ Նրանք, ովքեր թեթև եւ հարևանցի են առնում իրենց փրկությունը, թեթև եւ հեշտ են վերցնում մեղքը, երբ որ փրկվում են, չեն անդրադառնում, թե Աստված ով է, իրենք ով էին, ինչպիսի վիճակից ազատեց, այդպես էլ իրենց պաշտամունքը թեթև ու ծանծաղ է։ Որքան խորն է մեր մեղքի հասկացողությունը, այնքան բարձր ու պատվական է մեր փառաբանությունը։ Մարդիկ, ովքեր իրենց փրկության համար Տիրոջ կատարած սիրույն զոհի խորությունը, լայնությունը, բարձրությունը եւ տարածքը չեն անդրադառնում, Աստծուն սիրելը միայն մնում է խոսք, կիրակի օրվա քարոզ, Աստծո պաշտելը նրանց զոհաբերությամբ ծառայելը չկա, միայն մնում է որպես ավան սովորություն։ Այսպիսիները իրենց լավագույնը չեն կարողանում բերեն Աստծուն շնորհակալություն հայտնելու ժամանակ։
Պատճառ այն է, որ չեն հասկացել տակավին, թե ինչպիսի կեղտից է Աստված նրանց ազատել։ Մեղքի ահավորությունը չեն հասկացել։ Աստծուն Աստծո պես չեն հասկացել։ Ընդհակառակը նրանք, ովքեր իրապես հասկացել են, թե որքան շատ սիրեց Տերը մեզ, որքան խոր սիրեց Տերը մեզ, որքան լայն եւ բարձր ու ընդարձակ ու ծավալուն էր Քրիստոսի սերը մեր հանդեպ։ Նրանք են, ովքեր իգին ամեն զոհողությամբ, նույնիսկ իրենց կյանքով ծառայում են Աստծուն։ Ամեն խոչընդոտ կդիմագրավեն Աստծուն պաշտամունք, փառաբանություն, շնորհակալություն հատուցել ու երբեք չեն մոռանում, կարևոր չի թե ինչպիսի պարագայում գտնվեն նրանք։ Նրանց համար Աստծուն փառաբանելը բառով ու գործով իրենց արյան գենետիկային մեջ է անցնում։ Որ երբ որ սխմում ես, շնորհակալություն է դուրս գալիս իրենցից։ Ինչպես չսիրել մեզ այսպես սիրող Աստծուն։ Եփեսացիս 3:17-ի մեջ Պողոս առաքյալը հենց էս ասում։ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, որ դուք սիրով արմատացած, այսինքն Աստծո սերը հասկանալով, արմատացած եւ հաստատված, կայուն վիճակով, ամեն սրբերի հետ, բոլորս միասին, իմանանք, թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը, խորությունը, այսինքն ամբողջ Աստծո սիրուն ծավալը, վոլյումը, հաջմը, հասկանանք, փորձառաբար, երբ որ այդ անենք, ճանաչենք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվենք։ Աստծո սիրո հանդեպ, Աստծո գործի հանդեպ, Աստծո ընտանիքի հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, Աստծո եկեղեցու հանդեպ, Աստծո սիրելիների բարօրության հանդեպ մենք նախապատվություն անելու ենք զոհաբերությամբ մեր սերը արտահայտել Աստծուն եւ նրա գործին, ընտանիքին, խոսքին, զավակներին։ Հարց տալու ենք մենք մեզ, թե Աստծուն ինչպես եւ ինչ համեմատությամբ ենք սիրում։ Անդրադառնում ենք, թե որքան մեծ եղավ ողորմությունը, որքան հիանալի շնորհքը, որքան անպատմելի նրա սերը ինձ հանդեպ։ Ու հիմա ես ինչպես եմ կարող ասել, Տեր, սիրում եմ քեզ, ու խոսքերիս հետ ինչպես եմ կարող այդ փաստել, վավերացնել, իմ շնորհակալությունս հայտնելու համար։ Ամենօրյա շնորհակալություն, շարունակական ծառայություն, մինչև որ հասնենք երկինք, աղոթենք։ Ով Տեր, աննման մեր Տերը, որ դու մեզ սիրեցիր նախքան որ մենք կարողանայինք սիրել քեզ։ Շնորհակալ ենք Տեր։ Այո, բառերով ենք ասում շնորհակալ ենք։ Բայց նաև ով Տեր ուզում ենք մեր շնորհակալությունը փաստել, որտեղ շնորհակալություն հայտնելը սրբերի գործն է։ Որտեղ ով Տեր շնորհակալ հայտնությունը քեզ փառաբանող մեծարող արարք է։ Որտեղ շնորհակալություն հայտնելը ով Տեր բարերով միայն չի, այլ զոհողությամբ է։ Եվ դա քո պատվերն է։ Որտեղ նրան, որ դու շատ շնորհեցիր, նա է հարկը իմանում, թե ինչպիսի մեծ ահավոր մեղքից ազատեցիր մեզ։ Ուստի ով Տեր, ընկնում ենք քո ոտերիդ առաջին։ Գոհություն եւ փառք ենք մոտեցում քեզ։ Շնորհակալություն ենք հայտնում քո բոլոր արարքներիդ համար, մանավանդ մեր փրկության համար։ Ընդունիր ով Տեր մեր շնորհակալությունը, մեր երախտագիտությունը, եւ դուր որ մենք այս երախտագիտությամբ ամենօրյա շնորհակալությամբ ապրենք, ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր, ամեն պարագայի մեջ, քո խաղաղությունդ եւ քո օրհնությունդ մեզ պահապան դառնա, իբարս քեզ, ամեն։